Վանաձորում գործող հանրային տրանսպորտի թիվ 5 երթուղին, որ սկզբանե նախատեսված էր տարուն 2 և տարուն 3 թաղամասերն սպասարկելու համար, արդեն 12 տարի տարուն 3 թաղամասով չի անցնում։ Տարունցիները նշում են, որ ճանապարհը տարեցտարի քանդվել, իսկ տրանսպորտի կանգառների թիվն էլ աստիճանաբար նվազել է։ Անընդհատ դուրս եկող և չվերանորոգվող ճանապարհի անբարեկարգ վիճակը նաև վտանգներ ունի։ Ճամփեն լրիվ քանդված, երթևեկում ենք, վերևից յաշիկներն ընկնում են։ Պետքա սարքվի, վերանորոգվի։ Պետքա կարամ ասեմ։ Մեքենաները ջարդվում են, ավիրվում են։ Մեքենայի խնդիր առաջանում, փոսերը սաղ քանդված է, ավտոները սաղ ջարդվում են, մենք չենք կարողանում ցեխի մեջը կորում ենք լրիվ։ Կերներ որ բարելավեն։ Ես տեղ հյուր եմ, մխիտար վիճակ է, զատ, ճանապարհ չկա։ Սեխտան կողապ։ Ո՞ց եք գնում գալիս։ Մի կեր, մեքենան ջարդելու։ Բնակիչներն առօրյա հոգսերի մեջ անընդհատ քննարկում են թաղամասում օրախնդիր դարձած տրանսպորտի բացակայության հարցը, քանի որ առօրյա բոլոր գործերը ծրագրում են 20-30 րոպե շուտ։ Ճիշտ այդքան է տևում տարուն 2 թաղամաս հասնելը, երբ ճանապարհը դեռ չոր է։ Բնակիչներն ասում են, որ տարուն 2-ն սպասարկող թիվ 5 երթուղին չի բավարարում 2 թաղամասերի բնակիչներին, այն գերծանրաբեռնված է հատկապես դպրոց ու աշխատանքի շտապող ուղևորներին փոխադրելու ժամերին։ Ճանապարհ որ ասեք մեքենաները գնան։ Դրա համար ուզում ենք որ աշխատի, փողոցը սարքվի, մայթը սարքվի։ Դա իհարկե։ 4-րդ տարին ավտոբուսը գցեցին, այստեղ մեր 3-4 տարինով չգիտեմ ինչի չկա։ Ասֆալտեցին, ինչի չեն այդ թազ ավտոբուսներից տալու։ Ու գլայկեկտե կառավոտ ինչա կատարում այդտեղ։ Երեխեքին նստելու պահ։ Մի հատ ավտոբուս։ Մեծերի չեն թողում, ասում են դպրոցական է, թող դպրոցականը գնա, դուք կսպասեք են մեկով գնան, բայց մարդիկ սաղ աշխատում են, չէ։ Երրորդ մասներ ունի ավտոբուս, բայց մենուց չկա, ուր։ Ասմի, խոսմի, ասֆալտենք այդ թազ ավտոբուսներից կտան ուրա։ Վատթար ճանապարհի պատճառով ընկերությունները հրաժարվում են մասնակցել հանրային տրանսպորտի երթուղիների մրցույթներին նախկին երթուղով։ Իստիմ իշխանությունները միայն նախորդ ընտրություններին ընդառաջ են փորձել լսել բնակիչների առաջ տարիներով ծառացած խնդիրը։ Վանաձորի համայնքապետարանի պատասխանատուն հրաժարվեց մեկնաբանել, բայց կարճ տեղեկատվություն փոխանցեցին, որ 2013 թվականը ներառյալ թիվ 5 երթուղու համար մրցույթներն ստիպված անց են կացվում առանց տարուն 3 թաղամասն ընդգրկելու։ Նորից դիմել ենք կառավարությանը եւ սպասում ենք հաստատմանը, որպեսզի ունենանք նոր տրանսպորտ եւ արդեն համայնքային միջոցներով համայնքի կողմից կազմակերպվի տրանսպորտի սպասարկումը եւ ստիպված չլինենք մրցույթներ հայտարարելու։ Միայն թաղամասի երեխաներն են անտեսում ճանապարհի վտանգները, նրանք նույնիսկ հեծանվավազքի մրցաշարեր են կազմակերպում։ Նելի Դավթյան, Էդգար Օհանյան, Մեդիակում լուրեր։